Փաշինյանի իշխանությունը հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում անցնում է բարոյական բոլոր սահմանները։ Կիրակի օրը դե-ֆակտո վարչապետը մտադիր է մասնակցել Հովաննավանքում նախատեսված պատարագին, որը պետք է իրականացնի կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը, անձ, որ ըստ մայրաթորի հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիներն ու ազատել տարածքը։ Նույն վանքում ծառայության նշանակված Տեր Սարգիս Սարգսյանը հայտարարել է, որ պատարագը պետք է մատուցեր ինքը, քանի որ Ասատրյանը կարգալույծ է, սակայն իշխանական մարմինները գործի են անցել քահանային կիրակի առավոտյան կանչելով քննչական կոմիտե, հենց այն ժամին, երբ նախատեսված էր պատարագը։ Նույն օրը հարցաքննության է կանչվել նաև Արագածուտնի թեմի մեկ այլ հոգևորական՝ Տեր Վրդանես Բաղալյանը։ Քննչական կոմիտեն և վարչական կառույցները բացահայտ գործի են անցել, խաթարելու եկեղեցու բնական ընթացքը և ապահովելու ապօրինի պատարագի իրականացումը։ Փաշինյանի մասնակցությունը դրան ոչ թե հավատքի դրսևորում է, այլ քաղաքական սադրանք, ուղղված հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եթե ի սկզբանե Տեր Արամ անունով հայտնի քահանան դեռևս որոշակի դրական վարկանիշ ուներ, ապա նրա վերջին գործողությունները, Հովաննավանքում լրագրողների վրա հարձակումները, ուրիշի պսակը յուրացնելու ջանքերը վերջնականապես փաստում են, որ գործ ունենք հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացող մի զազրելի մտահղացման հետ։